Եթե մենք կարում ենք այս հարցը շուտ բարձրաձայնենք ու հասկանանք, արդեն խնդիրը առաջացել անես, որ այս վարորդները իրենց գործերը թողած եկել են հասել են հրապարակ ինչ-որ մի, չգիտեմ, բողոք արտահայտելու Իրանք շատ լավ գիտեն, ամենը տեղյակ են խնդիրներից։ Մենք ոչ Վրաստանում արտոնություն ունենք, ոչ դաժե մեր Հայաստանում արտոնություն ունենք։ Եթե մենք բանը հիմա հարկ ենք վճարում, այդ հարկից 10 դրամ եթե պատճառ ենք վճարում, պակաս ենք վճարում, ընդամենը մի շաբաթ չի քաշում, մի շաբաթ այդ 10 դրամը գալիս են հետևից լրացնում են, բայց ուրիշ ոչ մի առավելություն, ասենք չկա։ Վրաստանում վրացին առավելություն ունի, վրացին առանց հերթ գնում, ստայանքից դուրս գալի արագ, իրաց դատարկ մեքենաները մի ժամ չեն կանգնում ստայանքում, մեր բեռնված մրգով, ծաղիկով, տարբեր փչացող ապրանքներով մեքենաները կանգնում են ստայանքում այնքան, ոնց որ բանը դատարկ ավտոների նման կանգնած լինեն, ոչ մի առավելություն չկա։ Նույնը Ռուսաստանում, Լարսի տամոժնայում, հետո մենք կանգնում ենք, եթե ասենք փող տվեցիր, փողով հարցը լուծեցիր, չէ, տամոժնայից կարան որոշեն քեզի հետ ուղարկեն, թե չուղարկեն։ Այնտեղ մեզի պատասխանատու չկա։ Նույնը Բագրատաշենում, մեր Բագրատաշենի տամոժնայում քաշում է 2 օր, որ մտնես Հայաստան։ 2 օր։ Գալիս ես կանգնում ես հերթ, ոչ մի հատ ես աշխատանք չեմ տեսել, որ մեր մասին մտածեն, որ ասենք ինչ-որ մի բան անեն, որ արագ աշխատեն, մերս բեռնափոխադրող կազմակերպություններն էլ աշխատեն, ինչ-որ մի լուծում տրվի։ Մենք նոր միացանք։ Նույնը Չկասեք ինչն է խնդիրը։ Խնդիրը, որ մեզ ասած բաց թողած վիճակում են գտնվում, մենք մեր լոգիստիկական կամպանիաները ոնց ուզում են աշխատում են, ինձ թվում է որ հետևող չկա, բարձում են, ասենք մեր մեքենաները կանգնած, տեսախ վարորդներ են, որ ունեն մի հատ ավտո, երկու հատ ավտո կամ կազմակերպության տեր, մեր մեքենաները կանգնած, այստեղ հիմա որ գնանք տերմինալները մեր տարբեր Հայաստանի, կտենանք վրացիներ, ռուսներ, բելարուսներ, շատ լավ է, դու աշխատեն, բայց կիրգիզ, ուզբեկ, հիմա չեմ ասում, որ մենակ մենք աշխատենք, իրանք չաշխատեն։ Բայց պետք է ինձ լինի, որ ինչ-որ մի հնարավորություն ստեղծեն, որ մեզ էլ վերաբերեն, մենք էլ աշխատենք, մենք խիստ ինչ ենք, ինչ-որ զապաս ենք, այսպես կիրգիզը չլինի, վրացին չլինի, ռուսը չլինի, բելարուսը չլինի, նոր ինչ-որ բեռը տամ մեզի մենք բեռնափոխադրենք, կամ եթե ստեից էլ չեն տալի, հիմա դրսից ենք մենք բերում բեռը, ընդդեղից էլ են գները ցածրացել, որ ստիպված էլ չեն կարող մենք դուրս գնանք, համ տանում են, համ բերում են, մեր հայ վարորդներն էլ ավտոները կանգնեցել են, երեք բանը նկար են գցել, որ արդեն բանը Ծառնակը բույն է դերը մեր մեքենաների մեջ։ Ձերը որ ընկերությունն է։ Ես անհաձեռներից եմ, իմ մեքենան ունեմ, մեծ անձամբ ես էլ վարում եմ։ Այստեղ բոլորն են անհաձեռները։ Չէ, մարդիկ, հա։ Հիմնականը։ Ու որ ասում են Կիրգիզը Կիրգիզստանից չի բերում, Ռուսաստանից է բերում այդ բեռը Հայաստան։ Ու ինքը դադա գնում է Թուրքիա, իրան ձեռը տալիս, որ ինքը Ռուսաստանից բերի Հայաստան ինչ-որ մի հատ ֆիքսված գումարով դադակ չի գա այդ Թուրքիա։ Էդի իրանք նախընտրում են որ Կիրգիզին բարձեն, Հայաստան մեքենաներին չբարձեն։ Էդի դա էլ որ Կիրգիզը, հա, չէ։ Որտեղից են բարձում, ինչ են անում, դա մեր որոշելունը չի, մենք կարող այդքան չհասկանանք էլ թե որը ինչ ձևակատում։ Մի հատ վերահսկողը լինի, մի հատ լսենք, մի հատ հասկանանք, տենանք այս հարցի տակից ո՞նց է դուրս գալ, այս խնդրի տակից։ Կառավարությանը, որ այս մեր խոսքը հասանելի լի կառավարությանը, մեր խնդրանքն է դա, որ այս բեռնափոխադրողներին ընդառաջեն այս հայկականը հայ լոգիստներին բերեն այնպես դաշտ, որ հայերի հետ աշխատեն, ոչ թե վրացիների հետ աշխատեն։ Չէ որ թասիբ, նամուս, մեր վրացական մեր հայկական մեքենաները սաղ Վրաստան 2 ամիսա կանգնած են, վրացին չի բաց թողը մեր մեքենաները, բայց մեր հայ լոգիստները խեն վրացական մեքենաներ բարձեմ, հայերին անտեսելով։ Չէ, մենակ ալկոհոլը չի, տարբեր բեռեր, տարբեր պատճառներով մեքենաները մտցնում են գեզի, ամիսներով կանգնում են, անհույս։ Մեր խնդրանքը կառավարությանը է որ մեր հարցին մի հատ լուծում տակ, մի հատ լոգիստական կամպանիաներին հրավիրեք, խոսացեք, թող առաջներ տլեն մեր հայերը։ Չէ որ վարչապետն ասում էր, որ մենք հարգատուն համար առաջի հերոսն է։ Մենք էլ հարգատու ենք, մենք հետ ենք խնդրում, ուրիշ բան չէ։ Մենք ոչ քաղաքացիներն ենք, ոչ էլ ես ինչ ենք անում։ Մեր խնդրանքը է դա։ Արտահանող։ Հեսա Ծիրանի սեզոնը գալիս։ Ինչեւ անգամ չգիտենք Ծիրանը կարա դուրս գա, թե չգա։ Դետալյա Գեզիա կայնելու, դետալյա Ռուսաստանա կայնելու։ Ուսումները կտանեն։ Դա ոչ մեկից գարանտիա չունենք։ Խոսքը 200-300
դոլարի միջև տատանումների մասին է, որտեղ գինը $200-300 մասին չի, ոչ էլ $500 մասին, ընդհանրապես գործ չկա։ Մեր գործը հիմա գալիս անենց, որ մեր մեքենաները ստեղից արտանում կատարելիս Վրաստանում պահում են գեզի տերմինալում, հիմա 100-ից 150 մեքենա այնտեղ կանգնած է տարբեր բեռներով, կահույքով, բնականաբար այնտեղ անվճար ոչ մեկը չեն կարող ինչքան գումար է։ Հիմա մենք այդ գումարի մասին չենք խոսում, այլ ընդհանուր այդ վիճակի մասին ենք խոսում, որ մեր մեքենաները 100-ից 150 մեքենա Վրաստանում կանգնած են, մեր լոգիստիկական կամպանիաներն արդյոք օգտվելով, որ մեր մեքենաները գնում են կանգնում են Վրաստանում, տալիս են մեր բեռը վրացիներին, որքանի որ վրացիները դիտում են այդ նույն բեռը վրացին չի կանգնում, վրացուն բաց են թողում, վրացին գնում է, այնտեղ ռուսերին են տալիս, այսինքն մենք դարել ենք ստեղ ոնց որ բան էլի, եթե կթողեն կտանք, չէ։ Ուրիշ խնդիր ունենք մենք, խնդիր շատ ունենք, հիմա այս պայն ոնց որ ասած, որը որ հիշում ենք, որը որ մեր խելքով կարում ենք խոսանք, այդ ենք բարձրաձայնում, բայց լիքստը խնդիրներ կա այս ոլորտում, որ բաց թողի վիճակում է, այս պայն դուրսապ, ու չկա մի կազմակերպություն մենակ ինձ թվում է լավ աշխատում հարկայինը։